Ափսոս, որ ոչ բոլոր հայերն են ճանաչում մեր հայ ազգի հարգարժան բժշկին, սննդաբանին, ով փրկել է բազմաթիվ կյանքեր և արթնացրել հազարավոր մարդկանց, բարձրացնելով նրանց գիտակցական և հոգևոր մակարդակը։ Հիմա մի փոքր դրվագ կդիտենք իր ելույթներից, ովքեր դեռ չեն ճանաչում, ճանաչեն։ Երկու տեսակ աղբ կա մարդու մեջ կուտակված, դժբախտաբար, դա մեկը սխալ սննդակարգի միջոցով կուտակված խարամն է, երբեմն ահռելի տոկոսներով, ավելորդ կշիռ, մյուսը մտքերի խարամն է, որտեղ կա մեղադրանք, որտեղ կա անեծք, որտեղ կա վախ, որտեղ կա ագրեսիա, այդ ամենը ձեր միտքը շատ արագ տարածվում է տարածության մեջ և կարող է այս երկիրը ուզած ձևով շարքից հանել մտքային կոլեկտիվ կառույցը ու հասկանալ մի կարևոր բան, որ մեղավորներ չեն լինում, զարմանալի բան է, շատ, ես հայտարարություն է սա, այլ լինում են մեղք գործողներ, որոնք կատարում են Աստծո ծրագիրը, հետևաբար մենք պետք է մեղադրենք արարքը և ոչ թե այն մարդուն, որը թույլ է տվել այդ արարքը, աշխարհում չկա մի մարդ, որևէ բժիշկ, որևէ հանցագործ, որ կարողանա մեկին ունել, եթե այդ ծրագիրը չլինի այդ մեկի մոտ, սա բացարձակ հայտարարում եմ, բացարձակապես այդ աստվածային սահմանադրության ոսկե կանոնն է, հետևաբար այն ինչ կատարվում է ժողովրդի հետ, այն ինչ կատարվում է մի անձի հետ կամ մի խումբ մարդկանց հետ, այդ կատարվում է համապատասխան այդ ժողովրդի, համապատասխան այդ զոհի, հնարավոր է փոխել երեխայի ճակատագիրը, հնարավոր է փոխեք ձեր ճակատագիրը, անպայման հնարավոր է, այն էլ ինչպես հնարավոր է, որպեսզի կարողանաք փոխել ճակատագիրը, հետո ձեր զինվորի ճակատագիրը, հարկավոր է ունենալ այս գիտելիքները, հարկավոր է ունենալ համաձայնություն։ Գուցե ոչ բոլորը միանգամից կհասկանան նրա ասածները, բայց ինչպես ինքն է ասում, գոնե մի ասեք, որ սուտ է կամ անհեթեթություն, այլ ուղղակի ասեք, ես միգուցե դեռ չեմ ընկալում այս մտքերը։ Ովքեր են ճանաչում բժշկին, գրեք մեկնաբանություններում։